Կիբերհանցագործություններից տուժած քաղաքացիների խնդրին լուծում տալու նպատակով ներքին գործերի նախարարությունը ինտենսիվ քննարկումներ է իրականացրել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի, Քննչական կոմիտեի ու Կենտրոնական բանկի գործընկերների հետ։ Խոսքն այն քաղաքացիների մասին է, որոնց անունով խաբեությամբ ձևակերպվել են վարկեր։ ՆԳՆ-ից հայտնում են, որ քաղաքացիների պարտավորությունները բանկերի նկատմամբ համապատասխան պայմանագրի կնքմամբ կսառեցվեն մինչև քրեական վարույթի ավարտը, ու վարկերի գծով տոկոսներ չեն հաշվեգրվի, իսկ մինչև սույն որոշման կիրառումը տվյալ վարկերի հետ կապված հաշվարկված տոկոսները կզրոյացվեն եւ ժամկետ անցումները կվերացվեն, կճշգրտվեն, սև ցուցակում քաղաքացիները չեն հայտնվի։ Կանադան չեղարկել է ամերիկյան տեխնոլոգիական ընկերություններին ուղղված թվային սպասարկումների հարկն ուժի մեջ մտնելուց ընդամենը մի քանի ժամ առաջ։ Միացյալ Նահանգների հետ դադարեցված առևտրային բանակցությունները առաջ մղելու նպատակով։ Կանադայի վարչապետ Մարկ Քարնին եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կվերսկսեն առևտրային բանակցությունները մինչև հուլիսի 21-ը համաձայնության գալու նպատակով։ Նշվել է Կանադայի ֆինանսների նախարարության հայտարարությունում։ Թրամփն ուրբաթ անսպասելիորեն դադարեցրել էր առևտրային բանակցություններն ԱՄՆ տեխնոլոգիական ընկերություններին ուղղված հարկի պատճառով, այն անվանելով աղաղակող գրոհ։ Կիրակի նա կրկնել է իր մեկնաբանությունները, խոստանալով սահմանել կանադական ապրանքների նոր սակագնային տոկոսադրույք հաջորդ շաբաթվա ընթացքում։ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը եւ նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Հռոմում մասնակցել են ՄԱԿ Պարենի եւ Գյուղատնտեսության կազմակերպության խորհրդի 44-րդ նստաշրջանին եւ դրա շրջանակներում կազմակերպված դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների խնդիրներին նվիրված նախարարական միջոցառմանը։ Գևորգ Պապոյանն իր ելույթում ներկայացրել է նաեւ պետական օժանդակության այն գործիքակազմը, որն ուղղված է գյուղատնտեսության ոլորտում արկա մարտահրավերների հաղթահարմանն ու ոլորտում գործող տնտեսվարողներին աջակցմանը։ Նախարարն իր խոսքում անդրադարձել է խաղաղության խաչմերուկ նախաձեռնությանը եւ նշել, որ այն նպատակ ունի զարգացնել Հայաստանի եւ հարևան երկրների միջև հաղորդակցությունը, առաջնորդվելով համապարփակության, ներառականության, տարածաշրջանային ենթակառուցվածքների ոչ խտրական օգտագործման տեսլականով։ Գևորգ Պապոյանը նաեւ ընդգծել է Հայաստանի պատրաստակամությունը խորացնել համագործակցությունը Պարենի եւ Գյուղատնտեսության կազմակերպության եւ առաջատար երկրների գործընկերների հետ։